իրենց կատարած աշխատանքի խորհրդատվությունների քանակին համապատասխան, բայց անուրջ է դա, որովհետև այս մարդկանց աշխատանքի արդյունքում մենք պետք է հասնենք նրան, որ նման հիվանդությունների տարածումը կանխվեր եւ նման հիվանդությունների համար բժշկին դիմողները քիչ լինեին։ Ստացվում է ինչքան լավ ես աշխատում, այնքան քիչ ես վարձատրվելու, որովհետև քեզ դիմող, եթե դու կանխարգելել ես այնքան լավ, որ քիչ են նման հիվանդներ, ուրեմն դու քիչ վճարես։ Դա անտրամաբանական լուծում է եւ իհարկե հակառակն է մեր ընդհանրապես առողջապահությունը, հենց դա է, որ պետք է աշխատեն այնպիսի միջոցառումներ իրականացնել, որ կանխվեն հիվանդությունների տարածումները, կանխվեն հիվանդությունները, սա է խնդիրը եւ նորից բարձրաձայնում եմ այդ մասին, որ ըստ էության նման մասնագետը թոքաբան է, որը որ իր կանխարգելիչ գործունեության բավականին մեծ գործ է արել, հա, առողջապահության բնագավառում, ինքը պետք է սկսի մտածել, արդյոք իմաստ ունի ինքը աշխատի, թե չաշխատի, որովհետև եթե աշխատելու է, չի վճարվելու, որովհետև լավ է աշխատելու, քիչ հիվանդ է սպասարկում, ուրեմն քիչ է վճարվելու։ Գիտեք ինչ, ասենք կամ պետք է ինքը թղթաբանությամբ զբաղվի, այսպես ասած, հիվանդներ գրանցի, ես չեմ ուզում կանխավ այդպիսի կանխարգելման մտածել, որ այ պոտենցիալ ստախոս կդառնա բժիշկը ու սկսի սուտ տվյալներ լինել, ես նման բան երբեք չեմ ուզի, բայց լավ իրեն ռիսկ իհարկե կա, բայց լավ մասնագետ, իրեն հարգող մասնագետը պարզապես պիտի մտածի, արդյոք ինքը կմնա այս ոլորտում, թե կթողնի կհեռանա, վերապրոֆիլավորում կանցնի, կգնա այնպիսի ոլորտ, որտեղ ապահովագրական համակարգի շրջանակներում չեն պարտադրելու իրեն աշխատի եւ ինքը կբուժի 10 հիվանդ կստանա այն նույն գումարը, քան ապահովագրական համակարգում պետք է բուժի 50 հիվանդ նույն ժամանակում եւ բնականաբար միգուցե մի քիչ ավել, գիտեք, մի ուրիշ ծանր բան էլ կա, այսպես ասած, անտրամաբանական հայտարարում են, ասում են, բժիշկները, որոշ բժիշկներ ավելի շատ են բարձր աշխատավարձ են ստացել, բայց իրենք չեն ասում, թե որ ծանրաբեռնվածության արդյունքում են ստացել, եթե նախկինում ինքը 50 հիվանդի համար էր ստանում X գումար, հիմա 150 հիվանդի համար X + 10 գումար է ստանում, որն է, այդ ստացվեց, որ աշխատավարձը բարձրացվել է, այսինքն մարդկանց ինչի տեղ են դնում, չէ՞ որ ինքը իր աշխատանքը գիտի, ծանրաբեռնվածությունը եռապատկել են, աշխատավարձը արդյունքում նվազել է մի քանի անգամ, ստացվում է ոչ թե աշխատավարձ, այլ հոնորար, գործարքային է ստացվում, թե ինչ է ստացվում, բայց այդ ամեն մի գործարքի դիմաց վճարվող գումարը այնքան է իջեցվել, այնքան է նվազեցվել, որ արդյունքում մենք լուրջ վտանգ ենք ունենալու առողջապահության համակարգում բժշկական անձնակազմի պակասելու։ Իսկ առողջապահությունը առանց բժշկական անձնակազմի դա առողջապահություն չի։ Այսինքն այս համակարգի, այս ծանրաբեռնվածությամբ ու այս անկազմակերպությամբ ու այս վճարով ներդրման արդյունքում մենք վաղ ունենալու ենք բժշկական հանրույթի անձնակազմի պակասեցում։ Իսկ որը առողջապահական համակարգի քայքայման է բերելու։ Հիմա մենք սա ենք ուզում, թե դե իհարկե ԿՊ-ի համար դա են ուզում, որովհետև իրենց համար խնդիրը մինչև հունիսի 7-ն է։ Ինձնից հետո ջրհեղեղ, հունիսի 7-ից հետո ինչ կլինի, դա իրենց խնդիրը չի այլևս, իրենց խնդիրը վերընտրվելն է։ Ես որպես քաղաքական գործիչ նման քաղաքական եզրահանգման եմ գալիս եւ ցավոք սրտի ամեն օր համոզվում եմ դրա մեջ, որ իրենց գործունեության արդյունքում մենք համակարգին մեծ վնաս ենք հասցնում։ Ուրա շատ լավ է, որ շատ ավելի շատ մարդիկ են սպասարկվելու, բայց այդ սպասարկման դիմաց բժշկին չվճարելով բժիշկ են կորցնելու։ Նա լավագույն դեպքում վերապրոֆիլավորել կամ վատագույն դեպքում արտագաղթելու է երկրից դուրս։ Իսկ դա ես չեմ կարծում, որ որևէ երկրի համար ազգային անվտանգության լուրջ խնդիր չի բերելու։ Բայց տեսեք, այս համակարգի ներդրման մինչև 18 տարեկան եւ 65+-ից, հա, եթե առաջ մարդիկ չէին դիմում բժշկի, որովհետեւ պիտի վճարեն, խնդիրներ կային, հիմա քանի որ անվճար է, հաճախելիությունը արդյոք չի շատացել եւ բժիշկների փող աշխատելու հնարավորությունը արդյոք չի մեծացել։ Նայեք, ես էլի եմ ասում, ես երբեք չեմ ուզում մտածել այն մասին, որ մեր բժիշկները պոտենցիալ ռիսկային գործողությունների գնացողներ են եւ իհարկե դա ռիսկ է, որ ինքը կարող է որոշակի ուրիշ եկամուտների հնարավորության հիմք դառնալ, բայց
կներեք այնքան ծարաբեռնված են մեր բժիշկները, որ երևի դրա մասին մտածելու ժամանակ էլ չեն հասցնի ունենալ։ Այսինքն նրանք չեն կարող այդ կողմնակի ինչ որ գործողություններ թղթի վրա անել, չունեն այդ ժամանակը ֆիզիկապես, բայց ամեն պարագայում, եթե մենք ուզում ենք առողջապահական լուրջ համակարգ ունենալ, մենք պետք է այդ համակարգում մեր բժիշկներին ըստ արժանույն գնահատելու մեխանիզմներ դնենք։ Առանց բժշկի համակարգը չի կարող մի քանի ամսից ավել գործել։ Սա այսինքն կարճաժամկետ մինչև ընտրությունները այս համակարգը գործելուց հետո մենք համակարգ չենք ուզում, այլևս առողջապահական։ Սա է լուրջ խնդիրը։ Ոչ ոք դեմ չի համակարգին։ Դեռ մի բան էլ ավելին, դուք ասում եք 65, մենք առաջարկել էինք 63-64-ներ, պետք է որպես թոշակառուներ գրավեին։ Այսօր իրենք ավելացնում են արդեն այսօրվա նախագծով բերված on-line տաքսիստների հանրույթին։ Լավ են անում, ճիշտ են անում, բայց այդ ամեն ինչը պետք է արվի խիստ համակարգված, խիստ մտածված, խիստ գծագրված մեխանիզմներով։ Հակառակ պարագայում մենք ավելի շատ վնաս ենք տալու համակարգին։ Իսկ դա երկրից արտագաղթի լուրջ հիմք է, էլ չեմ ասում մարզերից դեպի կենտրոն արտագաղթի ամենամեծ վտանգը։